Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ Միքայել Զոլյանի հետ։ Երևի թե ավելորդ ներկայացման կարիք չկա, Միքայել Զոլյանը փորձագետ է, եղել է պատգամավոր եւ մեր եթերում առաջին անգամ չէ, որ իր կարծիքով կիսվում է։ Բարև Միքայել։ Ողջույն, ուրախ եմ նորից լինել ձեր եթերում։ Շնորհակալ եմ ժամանակ ես գտնում մեր լսարանին հիշեցնեմ, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեն, լայքեն, տարածեն եթերները, որովհետև գիտեք, մենք հրավիրում ենք միայն այն փորձագետներին, ում վստահում ենք։ Միքայել, Հայաստանի շուրջ իրավիճակը նորից լարվում է, այս անգամ Իրան-իսրայելական հակամարտությունը, իսկ նաև պետք է հայկական հոպը բավականին ուշադիր լինի եւ արդեն պատրաստ լինի այդ հակամարտությանը, որովհետեւ շեղումներ շատ հնարավոր են։ Ինձ թվում է ոչ միայն հայկական, այլ նաեւ Թուրքիայի եւ այլ երկրների տարածքների, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է Հայաստանի պատրաստվածությունը։ Ընդհանրապես տեսնում ես, որ Հայաստանում պատրաստություն տեսնեն այդ հնարավոր մարտահրավերների կողմից, որովհետեւ լրահոսում չեմ հանդիպել, դրա համար եմ հարցնում։ Ես ռազմական փորձագետ չեմ եւ շփոթ տեղեկատվության չեմ տիրապետում կոնկրետ հոբի աշխատանքի վերաբերյալ։ Ենթադրում եմ, որ ընդհանրապես կամ հույս ունեմ, որ հետևում են եւ Իրանի հետ էլ հարաբերությունները բավականին լավն են, չնայած շատ քարոզություն այսօր արվում այն առումով, որ այդ տեսեք դուք արևմուտքի հետ եք հիմա ընկերացել, Իրանը ձեզնից կնեղանա եւ այլն, բայց մենք հասկանում ենք, որ սա լուրջ խոսակցություններ չեն, որ միջպետական մակարդակում նման, ասած, մանկական, շուտ էմոցիոնալ սկզբունքներով չեն առաջնորդվում եւ ենթադրում եմ, որ նաեւ Իրանը, եթե ինչ-որ գործողություններ ձեռնարկելու լինի, որոնք կարող են հետևանքներ ունենալ Հայաստանի համար, որոշակի խողովակներով դրա մասին տեղեկացնում է եւ բայց համաձայն եմ, որ իրոք Հայաստանի օրինակ տեղեկատվական դաշտում շատ քիչ է խոսում դրա մասին։ Ես հանդիպել եմ որոշ, ասենք, փորձագետների, ովքեր խոսել են դրա մասին, բայց մեծ հաշվով քննարկման առարկա չի էս վերջին լարումը հարաբերությունների, որը սկսվեց նրանից հետո, երբ Իսրայելը Դամասկոսում իրանական այդ հյուպատոսարանի վրա հրթիռ արձակեց եւ զոհեր եղան, թվում շատ բարձրաստիճան գեներալ եւ դրանից հետո ԱՄՆ-ն զգուշացրեց Իսրայելին, որ պատասխան է սպասվում Իրանի կողմից։ Ես այնուամենայնիվ հույս ունեմ եւ մի քիչ ավելի լավատես եմ այդ առումով, որ չեմ կարծում, որ սա ամեն ինչը կարող է հանգեցնել ինչ-որ մեծամասշտաբ պատերազմի, բայց սա էլ չի կարելի բացառել, որը բնականաբար շատ ծանր սցենար կլինի մեզ համար։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այս սցենարին գործը չի հասնի, ամենայն հավանականությամբ ինչ-որ կոնկրետ հարվածներ կլինեն, գուցե Լիբանանի հարավից, որտեղ Հեզբոլլահ կազմակերպությունն է տերության վերահսկում այդ տարածքը, երևի ինչ-որ հարվածներ կլինեն Իսրայելի տարածքի վրա, կա ենթադրություններ, որ տարբեր երկրներում Իսրայելի դեսպանատների դեմ կլինեն հարվածներ, որովհետև սրանից ավելի մեծ էսկալացիա, ես կարծում եմ, այսօր Իրանին ձեռնտու չի, որովհետև Իրանի ներքին իրավիճակը բավականին անկայուն է, եւ նաեւ Իրանը այնուամենայնիվ այսօր, այսպես ասած, ավելի որոշակի հույսեր ունի նաեւ արևմուտքի հետ, եթե ոչ պայմանավորվելու, ապա գոնե, այսպես ասած, նոր էսկալացիաները բացառելու։ Այնպես որ ես կարծում եմ, որ այստեղ Իրանը պարզապես չի կարող չպատասխանել այս քայլին, հա, որտեղ շատ ակնհայտ քայլ էր եւ եթե Իրանը որևէ պատասխան չտա, ապա դա արդեն հեղինակության հարց է եւ Իրանը պարզապես չի կարող չպատասխանել։ Իսկ Իսրայելի պարագայում ես իհարկե կարծում եմ, որ այստեղ Նեթանյահուի կառավարությունը ուղղակի շատ անպատասխանատու կերպով է գործում եւ գիտակցաբար լարում է իրավիճակը, որովհետև ներքին խնդիրներ ունի Նեթանյահուի կառավարությունը եւ շատ հարցեր են տալիս Իսրայելում այդ պատերազմի ընթացքի հետ կապված եւ նրա հետ որ ընդհանրապես այդ պատերազմը սկսվեց, ես նկատի ունեմ Համասի հետ պատերազմը, հա, եւ հատկապես առաջի փուլում այն զոհերը, որը Իսրայելը տվեց բազմաթիվ եւ այսօր Նեթանյահուն փորձում է ցույց տա, որ ինքը շատ, ասած, ուժեղ պատերազմող առաջնորդ է, բոլորին կարող է հաղթել եւ դրա համար բավական սադրիչ քայլեր է կատարում, որի համար քննադատվում է նաեւ ԱՄՆ-ի կողմից։ Այնպես որ այս սրացումը եթե տեղի ունենա, իհարկե դա իմ կարծիքով առաջին Իսրայելի անպատասխանատու քաղաքականության հետևանք կլինի եւ եւս մի հանգամանք դրա հետ կապված
Իհարկե մեծ հարցը թե Ադրբեջանը ինչպես իրեն կպահի, հա, մի կողմից իհարկե կա վախ եւ ոչ անհիմն, որ Ադրբեջանը կարող է այս իրավիճակը օգտագործի Հայաստանի դեմ ինչ-որ քայլեր կատարելու համար։ Բայց նաև պետք է հաշվի առնել, որ Իրանը Ադրբեջանի համար ընդհանրապես բավականին վտանգավոր ուժ է համարվում, Ադրբեջանում Իրանից վախենում են եւ դժվար թե Ադրբեջանը կգնա ինչ-որ քայլերի, որոնք կարող են լրացուցիչ սրել հարաբերությունները Իրանի հետ, առավել եւս որ պատասխան հարվածները, որոնք Իրանը հասցնելու է Իսրայելին, բացառված չէ, որ այդ պատասխան հարվածները կարող են նաեւ Ադրբեջանի տարածքում հասցվել, հա, դրա համար ես կարծում եմ Ադրբեջանը ամեն ինչ կանի, որպեսզի այդ սցենարը բացառվի եւ այս պարագայում օգտվել, եթե լինի բախում Իրանի եւ Իսրայելի միջեւ, այդ բախումից օգտվել Հայաստանի դեմ սանձազերծել նոր ագրեսիա, իհարկե Ադրբեջանի կողմից կլինի բավական ռիսկային քայլ եւ եթե Ալիևի կառավարությունը ռացիոնալ է գործում եւ եթե ինչ որ երրորդ ուժեր նրան, այսպես ասած, շատ լուրջ երաշխիքներ չտան, ապա դժվար թե գնա այդ քայլին։ Բայց իհարկե ամեն ինչին պետք է պատրաստ լինել եւ իհարկե շատ անհանգստացնող զարգացումներ են սրանք, բայց նաեւ առաջի անգամը չի, էլի այս վիճակը Մերձավոր Արևելքում արդեն տարիներով է տևում, այնպես որ ես չեմ կարծում, որ այս անգամ ինչ-որ մեծ պայթյուն տեղի կունենա։ Հուսանք, որ պայթյունը մեծ չի լինի կամ ընդհանրապես չի լինի, ամենագլխավորը որ Հայաստանի սահմաններից հեռու։ Ադրբեջանին անդրադարձար, ես իմ եթերում այդ լսարանի հետ կիսվեցի իմ կարծիքով, որ սահմանային միջադեպի պահով Ադրբեջանը իրեն շատ փափուկ ռետորաբանություններ է օգտագործում եւ վիրավորված ունենալու դեպքում նրանք ոչ թե ասենք վրեժից էին խոսում, այլ ընդհանրապես որ վերահսկողության տակ են պահում իրավիճակը, իրանք իհարկե չէին հաղորդում, որ հոտը վերադարձվել է եւ հովիվը վերադարձվել է, բայց բավականին մեղմ էր, ինչս կարծում սա մեր արևմտյան գործընկերների սաստկելն էր նրանց վրա ազդել, թե ասենք Հայաստանին արդեն որոշակի ռազմական բալանսի փոփոխությունն է ազդել, միգուցե Փաշինյանի խաղաղության քաղաքականությունն է ազդել, ինչը ամենաշատ ազդած կլինի Ալիևի վրա։ Ես կարծում եմ այդ երկու գործոններն էլ ազդել են եւ սա իրականում սա նույն քաղաքականության մի մասն է, հա, այսինքն այսօր հարևանն է Հայաստանի քաղաքականության իմաստը։ Մի կողմից մենք առիթ չենք տալիս նոր էսկալացիայի, մենք փորձում ենք, հա, բոլոր հարցերը խաղաղ ձևով կարգավորել, եթե միջադեպ է լինում, փորձում ենք ինչ-որ կապ հաստատել, բարձել ինչ ա եղել, ինչի համար ա եղել եւ այլն եւ այլն, նո այդ ամեն ինչը խաղաղության օրակարգի շրջանակներում, ինչպես նաեւ կոնկրետ իրավիճակների, հա, այսպես ասած, հանգուցալուծման շրջանակներում Մյուս կողմից իհարկե Արևմուտքի հետ հարաբերությունների նոր որակը իհարկե ազդում է Ադրբեջանի վրա եւ ազդում է այն առումով, որ կոնկրետ մեսիջներ են գնում Արևմուտքից եւ օրինակ անցյալ անգամ, երբ որ հիշում եք, միջադեպ եղավ, երբ որ վիրավորվեց ադրբեջանցի զինվոր, հետո նրանք պատասխանեցին եւ 4 հոգի զոհվեց մեր կողմից, դրանից հետո Արևմուտքը շատ հստակ գնահատական տվեց, ասաց, որ այո, եղել էր միջադեպ, բայց Ադրբեջանի արձագանքը ոչ պրոպորցիոնալ էր, հա, այսինքն disproportionate բառը օգտագործեցին, ոչ համապատասխան էր այս իրավիճակին եւ սա իհարկե Ադրբեջանում պետք է որ նկատած լինի։ Եվ նաեւ վերջի միջադեպից առաջ, եթե հիշում եք, հա, կրակոցներ եղան, որոնք անկանոն կրակոցներ էին։ Էլի մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը ունի տեխնիկական հնարավորություններ եւ եթե նպատակ ունենար կրակեր կոնկրետ վնաս տալու նպատակով, դա չէին լինի անկանոն կրակոցներ։ Այսինքն այնպեսի տպավորություն է, որ Ադրբեջանը մի կողմից որոշ խաղացողների, ամենայն հավանականությամբ Ռուսաստանի, որոշակի կամ խոստումներ է տվել կամ ինչ-որ պայմանավորվածություններ ունի, որ պետք է Հայաստանի վրա ճնշում իրականացնի, եւ դրա մասին վարչապետը երեք գրեթե բաց տեքստով խոսեց ազգային ժողովում, որ գոյություն ունի որոշակի այսպիսի մոդել, որը վերարտադրվում է պարբերաբար, հա, Ադրբեջանը նոր էսկալացիա է սանձազերծում եւ Հայաստանում ներքին քաղաքական ինչ-որ խժդժություններ են սկսվում եւ այդ ամեն ինչը նպատակի է հետապնդում Հայաստանում հաստատել ինչ-որ մի, այսպես ասած, երրորդ ուժը սպասարկող կառավարություն։ Եվ Ադրբեջանը իհարկե չի կարող հենց այդպես դուրս գալ այս պայմանավորվածություններից։ Ադրբեջանը իհարկե ստացել է գրեթե այն ամեն ինչը ինչ որ իրան պետք էր,
Բայց Ռուսաստանը ասում է լավ, դու ստացել ես քո ուզածը, բա ես երբ եմ ստանալու, հա, դրա համար Ադրբեջանը չի կարող բացահայտորեն այս իրավիճակից, ասած, լրիվ դուրս գալ, բայց միևնույն ժամանակ իհարկե Ադրբեջանը մեծ հաճույքով կգնար այդ էսկալացիաներին, եթե չլիներ արևմուտքի գործոնը, հա, բայց արևմուտքի գործոնը իհարկե շատ բան է փոխում, որովհետև բարձր է, որ Ադրբեջանը Ռուսաստան չի, Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ արևմուտքի հետ գնալ առճակատման, առավել եւս որ իմացնել չկա, հա, ասենք հանուն ինչի պետք է արևմուտքի հետ հարաբերությունները խզի Ադրբեջանը։ Իհարկե Ադրբեջանում կան դժգոհություններ, կան ինչ-որ էմոցիոնալ արձագանքներ, իրանց շատ այսպես ցավոտ են ընդունում, երբ որ Հայաստանը արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնում է, բայց ռացիոնալ իրենց շահերի տեսակետից արևմուտքի հետ կոնֆլիկտի գնալը բոլորովին իրենց պետք չէ։ Դա նոր խնդիրներ են եւ տնտեսական եւ քաղաքական եւ կոնկրետ անձերի համար դա կարող է ոչ, ասած, ցանկալի հետևանքներ առաջացնել։ Դրա համար նրանք այսպեսի ինչ-որ բալանսավորման քաղաքականություն են վարում եւ այս իմաստով իհարկե Հայաստանի այդ խաղաղասիրական հռետորաբանությունը նրանց առավել եւս տեղ չի տալիս այդ բալանսը խախտել, հա, դրա համար ես կարծում եմ, որ նաև այդ խաղաղասիրական հռետորաբանությունը Հայաստանի եւ Արևմուտքի միջև որոշակի համաձայնեցված բնույթ է կրում, հա, ինչպես ասում են, լավ ոստիկան, վատ ոստիկան, հա, այսինքն Հայաստանը ասում է մենք խաղաղություն ենք ուզում, պատրաստ ենք բանակցել, պատրաստ ենք փոխզիջումների, իսկ Արևմուտքը հարկ եղած դեպքում նաև Ադրբեջանին ավելի կոշտ, այսպես ասած, զսպող ոչ հանրային հիմնականում մեսեջներ է ուղարկում, բայց նաև իհարկե արևմուտքը հենց դրանով էլ արևմուտքը, որ ինքը երբեք զուտ, այսպես ասած, սպառնալիքների լեզվով չի խոսում, հա, ինչպես օրինակ Ռուսաստանը, արևմուտքը միշտ ինչ-որ բան առաջարկում է։ Այսինքն արևմուտքը եւս Ադրբեջանին որոշակի դրական օրակարգ է առաջարկում եւ ասում է, եթե դու Հայաստանի հետ խաղաղության գնաս, դու էլ փշահած դուրս կգաս, հա։ Եթե դու ագրեսիայի ճանապարհով գնաս, կլինեն բացասական հետևանքներ քեզ համար։ Եվ կարծում եմ այս մեսեջները տեղ են հասնում, գոնե հիմա Ադրբեջանում առայժմ տեղ են հասնում եւ նաեւ նույնիսկ տոնայնությունից, հա, ադրբեջանական փորձագետների, ասենք, նաեւ որոշ պաշտոնատար անձանցից զգացվում է, որ արդեն նրանք հասկանում են, որ Հայաստանի հետ այլևս չի կարելի զուտ, այսպես ուլտիմատումների, հա, վերջնագրերի լեզվով խոսել եւ որոշակի փոփոխություն եւ տեսնում եմ։ Բայց իհարկե նաև պետք չի որ էյֆորիայի մեջ ընկնել ու համարել, որ վերջ, արդեն այս բոլոր հարցերը լուծված են, իհարկե մենք շարունակում ենք բավական վտանգավոր փուլում գտնվել։ Ինձ թվում է ամենակարևոր գործոններից մեկն է նաև սահմանապահների շատ հստակ գործողությունները, հայկական, կոշտ եւ հստակ, որը որ նաև մտադրությունների մասին ցույց է դրվել հայկական կողմի մտադրությունը իրավիճակը բայել իր վերահսկողության տակ եւ ինչ որ չափով նաև անսպասելի էր դա Ադրբեջանի համար, որովհետև իրենք սովոր էին, որ միշտ անպատասխան հարվածներ են հասցնում, վնաս են հասցնում։ Մենք եւս մի իրավիճակում ենք Վրաստանում, նորից ինչ որ օրենք են փորձում բերել դաշտ, ինչ քաղաքական լուրջ հետևանքներով սպառնացող, հա, այսպես ասեմ, որը որ որոշ մասնագետների կարծիքով կարող է նաև Հայաստանի եվրոինտեգրացիոն ճանապարհի վրա խոչընդոտ դառնալ։ Գիտեմ, որ լավ տեղեկ ես իրավիճակից, ինչ է կատարվում եւ ինչ սպասել։ Հա, շատ կարևոր հարց է Վրաստանը, մինչեւ Վրաստանի մասին խոսելը, ուղղակի արձագանք եմ նաեւ մեր հա սահմանին կանգնած զորքերի գործողությունների հետ կապված, դա էլ է այս ընդհանուր պատկերի մի մաս, հա, այսինքն երբ որ մենք գիտենք, որ կա որոշակի հավասարակշռություն եւ արևմուտքը, այսպես ասած, մեզ դիվանագիտական աջակցություն է տալիս, հա, նաեւ բանակը ավելի ազատ է իր զգում, որովհետև հասկանում են, որ եթե նրանք համաչափ պատասխան տան հակառակորդի գործողություններին, դա չի հանգեցնի ավելի մեծ էսկալացիայի։ Իսկ այն ժամանակ, երբ որ մենք ըստ մենակ էինք, հա, եւ այսպես ասած Ռուսաստանն էր մեր դաշնակիցը եւ մենք հասկանում էինք Ռուսաստանի գործողությունները ինչպիսին են, այդ ժամանակ նաեւ բանակի ստորաբաժանումները պետք է շատ ավելի զգուշ լինեին, որովհետև հասկանում էին, որ նույնիսկ լրիվ, այսպես ասած, լեգիտիմ համաչափ գործողությունների դեպքում կարող էր այն կողմից անհամաչափ պատասխան լինել եւ արդեն մենք որևէ, այսպես ասած, դրան պատասխան չէինք կարողանա տալ։ Հիմա այս առումով էլ եւս իրավիճակը փոխվել է եւ նաեւ մեր ստորաբաժանումների գործողությունները կապված են այս ընդհանուր փոխված իրավիճակի հետ։ Հիմա Վրաստանի մասով շատ իհարկե անհանգստացնող են այս միտումները,
Եվ հիմա իդեպ Երևանում տեղի է ունենում հայ-վրացական փորձագիտական մեծ համաժողով, ես երեկոյան իմ վրացի ընկերների հետ կհանդիպեմ, նաև կքննարկեմ այս հարցերը, ու ինքնին դա բավական կարևոր իրադարձություն է, որովհետև ես չեմ հիշում, որ նման լուրջ փորձագիտական ֆորմատներ լինեին երկկողմանի, հա, սովորաբար լինում էին ինչ-որ տարածաշրջանային հանդիպումներ եւ այլն, բայց հիմա սա արդեն նոր ձևաչափ է, որը հույս ունեմ կզարգանա եւ որը ցույց է տալիս, որ Հայաստանը եւ Վրաստանը գիտակցում են իրենց ընդհանուր շահերը։ Եվ ես կարծում եմ, սա ընդհանրապես շատ մեծ պոտենցիալ ունի այս հայ-վրացական համագործակցությունը, շատ մեծ պոտենցիալ ունի, հետևաբար եվրոպական ինտեգրման համատեքստում։ Մենք վերջին 20 տարիներին, փաստորեն եւ նույնիսկ ավել, ցավոք սրտի Հայաստանը եւ Վրաստանը հայտնվել էին, այսպես ասած, տարբեր ճամբարներում, իհարկե չնայած դրան էլի կար եւ համագործակցություն եւ բարիդրացիական հարաբերություններ եւ, չգիտեմ, туриզմ, մշակութային կապեր եւ այլն, բայց հիմա լրիվ այլ իրավիճակ է։ Վերջապես, երևի, չգիտեմ, 19-րդ դարից հետո առաջի անգամ Հայաստանը եւ Վրաստանը ունեն ընդհանուր շահեր եւ կարող են մշակել ընդհանուր ռազմավարություն եւ նաեւ կարծում եմ ընդհանուր, այսպես ասած, ճակատով կարող են շատ մարտահրավերների պատասխանել եւ նաեւ Եվրոպային ներկայանալ, ես ասած, միասնական որոշակի ծրագրերով եւ վերջո նաեւ Եվրոպայի պարագայում այդ մշակութային ինքնության գործոնը պետք չի մոռանալ, սա կարևոր է եվրոպացիների համար եւ Հայաստանը եւ Վրաստանը եվրոպական քաղաքակրթության շատ ուրույն, յուրօրինակ, հին, մեծ ժառանգություն ունեցող, այսպես ասած, ճյուղեր են եւ ըստ էության եվրոպական այս ընտանիքը ինքը երբեք չի լինի լիարժեք առանց Հայաստանի եւ Վրաստանի, որովհետեւ սա շատ կարևոր մի մասն է եվրոպական ժառանգության եւ երբ որ Հայաստանը եւ Վրաստանը միասին այս դիսկուրսը տանեն եվրոպական, այսպես ասած, դաշտում, կարծում եմ սա շատ ավելի ազդեցիկ կլինի, քան երբ որ Հայաստանը եւ Վրաստանը առանձին են գործում։ Սա, այսպես ասած, դրական է։ Հիմա բացասականի մասին, իհարկե, այս օրենքի առաջարկը շատ բացասական է եւ այնպեսի տպավորություն է, որ Վրաստանի հենց կառավարության մեջ կան տարեր, որոնք ուզում են խափանել Վրաստանի եվրոպական ինտեգրումը, որովհետև ակնհայտ է, որ սա բերելու է դժգոհությունների երկրի ներսում, սա բերելու է եվրոպացիների հետ խնդիրների եւ ընդհակառակը Վրաստանը, այսպես ասած, ավելի է մոտենալու Ռուսաստանին այս ամեն ինչի պարագայում։ Ինչի է դա արվում, ես դժվարանում եմ ասել, գուցե սա, այսպես ասած, բալանսավորման քաղաքականություն է, գուցե ես չեմ ուզում հավատալ, որ Վրաստանի ներկա կառավարությունը ինչ-որ ռուսական գործակալներ են, ես կարծում եմ, որ ընդհանրապես Վրաստանը արդեն հասել է այն անկախության որոշակի աստիճանի, որի պարագայում հնարավոր չի, որ իշխանության լինեն ռուսական կամակատարներ, որովհետև վրացական հասարակությունը ուղղակի դա չի ընդունի, բայց հավանաբար այսօրվա Վրաստանի կառավարությունը լուրջ ճնշումների է ենթարկվում Ռուսաստանի կողմից եւ փորձում է, այսպես ասած, զգուշություն ցուցաբերել, երևի մտածում են, որ դե եվրոպացիները կնեղանան գուցե ժամանակավորապես, բայց հետո մենք այդ հարցը կլուծենք, իսկ Ռուսաստանի հետ եթե խնդիրներ ունենան, տակից դուրս չեն գա։ Ես մտածում եմ, որ այսպեսին է տրամաբանությունը, դրա համար այդ ռուսական ճնշումներին նրանք ոչ թե դիմակայում են, այլ ինչ-որ մասնակի, այսպես ասած, ինչ-որ քայլեր են անում այդ ուղղությամբ։ Գումարած դրան, իհարկե, ներքին քաղաքական խնդիրներ կան եւ հավանաբար ուղղակի այդ կառավարությունը համարում է, որ հասարակական սեկտորը իրենց դեմ է եւ նրանք փորձում են դրանով իրենց ներքին քաղաքական խնդիրները լուծել։ Չգիտեմ, ամեն դեպքում անցյալ անգամ դա չստացվեց, շատ լուրջ դիմադրություն սկսվեց Վրաստանում եւ կառավարությունը շատ արագ նահանջեց, բայց հավանաբար նրանք դա հաշվի են առել եւ հիմա նաեւ որոշակի փոփոխություններ են մտցրել այդ օրենքի բառապաշարի մեջ, որ այսպես լրիվ ռուսականը չկրկնի եւ իհարկե դա անհանգստացնող է։ Ես այնուամենայնիվ հավատում եմ, որ վրացական հասարակությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին, նվիրված է եվրոպական արժեքներին եւ ի վերջո Վրաստանը այսօրվա իր ճանապարհից չի շեղվի, բայց իհարկե սա, այսպես ասած, մեծ հեռանկարում, իսկ մոտակա ապագայում իհարկե այնտեղ կարող են նաեւ ոչ շատ մեծ համար նպաստավոր զարգացումներ լինել։ Տեսնում ենք, որ Ռուսաստանը առիթը բաց չի թողնում լարվածություն
գեներացնել հարավային Կովկասում, ռազմաբազայից նորից ինչ-որ միջադեպ, նորից ինչ-որ իրադարձություններ տհաճ, Հայաստանի սահմանապահների հետ էր նույնիսկ որոշակի լարվածություն առաջացել ռուսների մոտ, հատկապես ուկրաինական կողմից կան զգուշացումներ ուկրաինական փորձագետների, որ Հայաստանում եւ Մոլդովայում մոտակա ժամանակներս Ռուսաստանը կփորձի լարվածություն ստեղծել, հավելյալ, արդյոք պատրաստ են Հայաստանում եւ իշխանությունների կողմից կային գիտակցումը, որ Ռուսաստանը պատրաստ է սադրանքների գնալ, դե պարզ է, որ մեծ ուժեր չունեն ինչ-որ լուրջ պրովոկացիաների, բայց սադրանքներով լարվածության մեջ պահելու իրենց սովորությունը հաստատ կփորձեն կիրառել։ Ինչ կարծիք ես եթերներից մեկում կոչ էի արել մեծ ուշադրության կենտրոնում պահել ռուսական ռազմաբազաների եւ տարածքը եւ ընդհանրապես ելումուտը, որ եւ հանրության ուշադրության կենտրոնում լինի լրատվամիջոցների եւ հատկապես Հայաստանի ուժային կառույցների, որովհետեւ նրանք զինված մարդիկ են, երրորդ երկրի զինված մարդիկ, երկիր, որը որ արդեն առնվազն բարեկամ չէ Հայաստանին, սա կարծես ինչ-որ օկուպացիոն զորքեր լինեն, որոնցից կարելի է սպասել ամեն ինչ։ Չնայած խոսքերով նրանք դեռ շարունակում են մի բառով բարեկամ լինել, մի բառով հակառակորդ, բայց պարզ է, որ զինված մարդը վտանգ է եւ Ռուսաստանը հիմա այնպիսի վիճակում է, որ ռազմաճակատում չունենալով հաջողություններ, փորձում է այլ կերպ շեղել թվացial հզորության մասին տեղեկատվությունը գեներացնել եւ լարվածություն ստեղծել տարբեր աշխարհի կենտրոններում, մենք գիտենք, որ հատկապես Եվրոպայում է սպասվում ահաբեկչական վտանգ կա եւ կան վտանգներ քաղաքական ուղղվածության եւ Մոլդովայում եւ Հայաստանում տեսանք այդ թոշակառուների միտինգը, հա, ինձ թվում է դա հաստատ դժվար կարողանան օգտագործել ռուսական կողմերը, այսինքն կան այլ գործոններ, որոնք նրանք փորձեն օգտագործել լարվածություն ստեղծելու համար։ Ինչ կարծիք ես, արդյոք կա այդ իրավիճակի ըմբռնումը եւ համապատասխան, ասենք, պատրաստակամությունը հայկական կողմից, իմ կարծիքով սահմանապահների վերջին այս ռուսական, որ թույլ չէին տվել դուրս հանել, հա, այդ քաղաքացուն արդեն որոշակիորեն մտադրությունների ցուցաբերում է Հայաստանի, որ Հայաստանը ամուր է կանգնած գետնի վրա։ Ինչ ես կարծում, ինչ է փոխվել այս հարցում, եթե առաջ ռուսներին հաջողվում էր դուրս հանել իրենց քաղաքացիներին, այս անգամ չի հաջողվել, ինչ է փոխվել։ Դե ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք այս գործընթացը, որը պաշտոնապես կոչվում է դիվերսիֆիկացիա, բայց կարելի է նաև ասել դա շրջադարձ է դեպի արևմուտք եւ դրա շնորհիվ Հայաստանի կառավարությունը ավելի վստահ է նաև այսօր խոսում է եւ Ադրբեջանի հետ եւ Ռուսաստանի հետ եւ նաև այսպիսի հարցերում ավելի կարող է իրեն վստահ պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում, բայց իհարկե դա դեռ բավարար չի, հա, ասենք նորից մենք ստանալիս օրինակ ստացել եմ որոշակի տեղեկատվություն, որ օրինակ եվրոպական դիտորդները էլի որոշ տեղեր չեն կարողանում այցելել, որովհետև այնտեղ, ասենք, ռուսական զինվորականներն են կանգնած, այս վերջի պատմությունը, հա, կապված էլի այս առևանգման հետ, այսինքն այս ամենը խոսում է դրա մասին, որ ռուսական ուժայինները Հայաստանում իրենց զգում են այնպես ինչպես դա, ասենք, չի ասի այնպես ինչպես Ռուսաստանում, բայց նաև ոչ այնպես ինչպես իրենք կզգային իրենց, ասենք, դրիվ անկախ պետության մեջ։ Այսինքն այնուամենայնիվ նրանք շարունակում են Հայաստանը դիտարկել որպես ինչ-որ ռուսական ֆորպոստ, ռուսական, այսպես ասած, վասալային պետություն եւ իրենց ինչ-որ բաներ են թույլ տալիս, որոնք դրանպես երրորդ պետության տարածքում չպետք է իրենց թույլ տային։ Եվ այստեղ ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության վճռականությանը, ես այստեղ առանձնապես կասկածներ չունեմ, որովհետեւ հատկապես վարչապետի երեկվա ելույթը, եթե դուք լսեք, ինքը ծրագրային շատ մեծ ելույթ է, որտեղ եւ որոշակի ռազմավարություն է առաջարկում եւ դրա այսպես գաղափարական հիմքն է առաջարկում եւ ամենակարևորը թերևս տրվում է հստակ նկարագրություն, թե ինչ է տեղի ունեցել վերջի տարիների ընթացքում Ռուսաստանի կողմից, ինչպիսի փորձեր են եղել Հայաստանը, այսպես ասած, ծնկի բերելու, հա, եւ դրա մասին առանձին այստեղ այնտեղ խոսվել է, բայց երևի առաջի անգամն էր, որ հստակ համակարգված, այսպես ասած, բոլոր այդպիսի միջադեպերը նշելով դրա մասին խոսվեց։ Եվ միաժամանակ նաև ասվեց, որ մենք չենք ուզում Ռուսաստանի հետ թշնամանալ ըստ էության,
որ մենք ուզում ենք մեր հարաբերությունները ասած քաղաքակիրթ ձևով կարգավորել, բայց սա արդեն հենց այդ հարցի դրվածքը ցույց է տալիս, որ Ռուսաստանը արդեն չի ընկալվում որպես դաշնակից, այլ ընդհակառակը ընկալվում է որպես հակառակորդ, որի հետ մենք ուզում ենք խաղաղ բանակցությունների ճանապարհով մեր հարցերը լուծել, այնպես ինչպես մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հա, մենք ասում ենք այո, մենք հակառակորդներ ենք, բայց մենք ուզում ենք խաղաղ բանակցությունների ճանապարհով գնալ։ Նույն բանը ասում է Ռուսաստանին ըստ էության, հա, փաստորեն մենք ասում ենք, որ մենք ձեզ դաշնակից չենք համարում, մենք ունենք խնդիրներ ձեզ հետ եւ եկեք այս խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով, այն հարաբերությունները, որը կարելի է պահել, եկեք պահենք, բայց ամեն դեպքում մենք ձեզ արդեն լրիվ այլ դաշտում ենք, այսպես ասած, դիտարկում, հա, եւ այս իմաստով կառավարության վճռականության առումով ես կասկածներ չունեմ, այլ հարցը, որ պետական համակարգը Հայաստանում նախ որպես այդպեսին լավ վիճակում չի, հա, արդյունավետ չի պետական համակարգը։ Տարբեր իհարկե մարմիններ, տարբեր առումով որոշ ինստիտուտներ կան, որ ավելի կայացած են, որոշ ինստիտուտներ կան, որ ավելի պակաս կայացած են, բայց ընդհանուր առմամբ պետական համակարգը արդյունավետ չի, եւ ցավոք սրտի չի կարելի համոզված լինել, որ եթե կառավարությունը որոշակի խնդիր է դնում պետական համակարգի առջև, այդ խնդիրը կլուծվի կամ արդյունավետ կլուծվի։ Գումարած դրան իհարկե կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կամ ուղղակի գործակալներ են, կամ այսպես ասած կիսում են Կրեմլի արժեքները, կամ չեն հասկանում այսօրվա կառավարության գործողությունները, կամ ինչ-որ քարոզչական նարատիվների ազդեցության տակ են, հա, եւ հավատում, չնայած կարող է նույնիսկ շատ հակառուսական օրինակ ինչ-որ բաներ խոսեն եւ Ռուսաստանի դեմ տրամադրված լինեն, բայց հավատում են այն նարատիվներին, որոնք Կրեմլը առաջ է տանում որոշակի հարցերում, հա, եւ օրինակ արևմուտքի վերաբերյալ կամ չգիտեմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ եւ նույնը հասարակության հետ կապված, հա, հասարակության մեջ էլ կան ուժեր, որոնք հստակ ուղղակի Ռուսաստանի օրակարգն են առաջ տանում, եւ կան մարդիկ, ովքեր ռուսական Կրեմլյան քարոզչության ազդեցության տակ են, եւ նույնիսկ եթե օրինակ Ռուսաստանի կամ Կրեմլի հանդեպ այդպես դրական վերաբերմունք չունեն, բայց նաեւ այսպես ասած ապակողմնորոշված են, չեն հասկանում ինչ է կատարվում, ապաթիայի վիճակում են։ Դրա համար ես կարծում եմ իհարկե ամենալուրջ խնդիրները մեր ներսում են։ Արտաքին մարտահրավերները շատ մեծ են, շատ ուժեղ են, բայց այդ արտաքին մարտահրավերներին դիմակայելու մեր հնարավորությունը կախված է մեր ներսի իրավիճակից։ Եթե մենք այսօր այն ինչ որ կատարվում է Հայաստանում, ես գնահատում եմ իբրև հիբրիդային քաղաքացիական պատերազմ կամ տեղեկատվական քաղաքացիական պատերազմ։ Եվ սա բնական, որովհետև կա առնվազն 2 կամ գուցե 3, այսպես ասած, տեղեկատվական, հա, փուչիկ ու մարդիկ ապրում են տարբեր իրականությունների մեջ։ Ու իրար հանդեպ շատ, այսպես ասած, թշնամական հա, բառապաշար են օգտագործում, ռետորաբանություն են օգտագործում եւ այլն։ Սա բնականաբար էներգիա է խլում, սա թույլ չի տալիս, որ մենք կենտրոնանանք այն հարցերի լուծման վրա, որոնք մենք պետք է լուծենք, եւ սա թույլատրում է մեր դիմադրողականությունը։ Դրա համար ես կարծում եմ, որ շատ լուրջ ներքին երկխոսություն է պետք։ Իհարկե որոշ մարդիկ կան, ում հետ անիմաստ է խոսել, այդ մարդկանց ուղղակի պետքա, եթե ինչ-որ ձևով չեզոքացնել, հա, եթե իրանք խախտում են իրավական նորմեր, ուրեմն պետք է նրանց հանդեպ իրավական հետևանքներ լինեն, եթե չէ, ուղղակի բարձ է, ազատ խոսքը շատ կարևոր արժեք է, չպետք է որևէ ձևով ոտնահարվի, բայց ուղղակի պետք է հասարակությանը հստակ ցույց տալ, որ այս մարդիկ ինչ-որ երրորդ ուժի շահեր են պաշտպանում եւ նրանք պետքա հա անգլերեն ասում են cancel culture, հա, այդպիսի հասկացություն կա, կամ կուլտուրա ատմեն է ռուսերեն, այսպիսի ինչ-որ cancel culture պետքա լինի այն մարդկանց հանդեպ, ովքեր Հայաստանի շահերին դեմ են այսօր գնում, հա, այսինքն այստեղ խոսքը նրա մասին չի, որ նրանց պետքա ձերբակալել կամ ուղղակի պետք է հանրային որոշակի վերաբերմունք լինի, որ այդ մարդիկ հասկանան, որ եթե նրանք վարում են Կրեմլյան քարոզչություն եւ դրանով աշխատում են Հայաստանի շահերին դեմ, նրանք ուրեմն մերժված են այս հասարակության կողմից։ Բայց այն մարդիկ, ովքեր սրտանց իրոք ուզում են ինչ-որ դրական փոփոխություն բերեն, պարզապես մոլորված են կամ ինչ-որ հարցեր լավ չեն հասկանում կամ տարաձայնություններ ունեն, այդ մարդկանց հետ պետք է խոսել,
գուցե ինչ որ հարցերում նաև նրանց քննադատությունը կոնստրուկտիվ կարող է լինել եւ պետք է ապահովել որոշակի հարցերի շուրջ հասարակության կոնսենսուս, հա, այսինքն հասկանալի է, որ իշխանության վերցում շատերը դեմ են, շատերը կողմ են, այնտեղ դժվար է ինչ-որ բանի հասնել, բայց արտաքին քաղաքական նախապատվությունների հարցում, հա, ռազմավարության հարցում, արևմուտքի հետ համագործակցությունը խորացնելու հարցում, եվրոպական արժեքներին նվիրվածության հարցում կարելի է որոշակի կոնսենսուսի հասնել եւ հետո արդեն մնացած բոլոր հարցերը այդ կոնսենսուսի ներքո դիտարկել, հա, արդյոք այսօրվա կառավարությունը աշխատում է այդ դաշտում թե ոչ, արդյոք այսօրվա կառավարության քայլերը նպաստում են այդ նպատակներին թե ոչ եւ արդեն դրանից ելնելով կամ քննադատել կամ աջակցել կամ եթե օրինակ ինչ որ հարց տեսնում ենք որ պետական մարմինները չեն կարողանում լուծել, գուցե քաղաքացիական հասարակությունը դրանով զբաղվի, հա, նույն ի վերջո մենք մեծ փորձ ունենք քաղաքացիական ակցիաների եւ մենք տեսանք օրինակ անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի դեսպանատան շուրջը հա որոշակի քաղաքացիական ակցիաներ էին ու դա իհարկե որոշակի ազդեցություն տվեց, այսինքն որոշ հարցերում ես կարծում եմ քաղաքացիական հասարակությունը իր վրա պետք է վերցնի այն խնդիրների լուծումը, որը պետությունը չի կարողանում կամ դեռ չի ուզում լուծել, հա, գոնե մասամբ, գոնե պետք է վերաբերմունքը հասարակության ցույց տվի Եվ այս իմաստով նաև օրինակ Հայաստանում ապրող ռուսաստանցի այլախոհները դրանք էլ կարող են շատ այսպես ասած օգտակար։ Մենք տեսա, եթե հետևել եք օրինակ Նավալնիի սպանությունից հետո մեծ ակցիաներ եղան Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ընտրությունների օրը հսկայական հերթ էր, որտեղ հավաքվել էին Ռուսաստանի հետ դիմադիր տրամադրված քաղաքացիները, որպեսզի քվեարկեն, հա, այսինքն սա էլ է որոշակի ռեսուրս, որը կարող է եւ իշահ Հայաստանի օգտագործվել որը առայժմ ես չեմ տեսնում, որ օգտագործվի։ Եվ տեղեկատվական առումով, հա, իհարկե այս ռեսուրսը կարող է օգտագործվել, այսինքն այդ մարդիկ կարող են ցույց տալ, որ կրեմլյան քարոզչությունը Հայաստանի վերաբերյալ սուտ է ասում, հա, կարող են հակառակ նարատիվները ձևավորել եւ հենց այդ ռուսալեզու տեղեկատվական դաշտում կրեմլյան նարատիվներին հակառակ նարատիվներ ձևավորել եւ առաջ տանել, հա, այնպես որ կան հնարավորություններ, ուղղակի ոչ լրիվ են առայժմ օգտագործվում, դե հույս ունենանք, որ շուտ այս առումով էլ փոփոխություններ կլինեն։ Դες շատ դիպուկ ասացիր Հայաստանի պետական մեքենայի մասին, օրինակ շատ հաճախ տեսնում ենք, որ արտաքին մարտահրավերների պատասխանները ժամանակին չի տրվում, նույն Զատկի օրը Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածում սահմանի մասին եւ ընդամենը 16 ժամ հետո ռեակցիա եղավ Հայաստանի պաշտպանության նախարարությունից, չնայած մենք ամեն կերպ փորձում էինք հայտարարություն ստանալ մեր բոլոր ծանոթների միջոցով փորձում էինք դռները թակել եւ ասել, որ լուրջ իրավիճակ է ստեղծվել ինֆորմացիոն եւ Ուկրաինայում նույնիսկ պետական լրատվամիջոցներն էին արդեն հեռարձակում այդ ինֆորմացիան, իհարկե ասում էին, որ չկա Հայաստանից հայտարարություն, բայց դրանից ինչ-որ բան չէր փոխվում, ապատեղեկատվությունը միևնույն է կար դաշտում։ Շատ հարցեր կան, օրինակ այս վերջի ապրիլի 5-ի հետ կապված այն պոզիտիվ ֆոնը, որ ստեղծվել էր։ Ես ասեմ Ուկրաինայում երևի թե Հայաստանի հետ հավասար կամ միգուցե նաև Հայաստանից շատ մեծ սպասումներով էին վերաբերվում ապրիլի 5-ի հանդիպումին, տեղեկատվական ֆոնը շատ պոզիտիվ էր։ Պարզ է, որ Թշնամին պետք է իր քայլերը իրականացներ եւ Թշնամին իր քայլերը իրականացրեց մի քանի ռեպորտաժների եւ նարատիվների դաշտ նետելով, այսինքն Ռուսաստանի հանդեպ սանկցիաների վարկի պահով եւ բացարձակ ապատեղեկատվություն 3 նման կարևոր նյութ կար, որին պետք էր արձագանքվեր, բայց ցավոք սրտի հայկական դիվանագիտությունը դա բաց թողեց։ Ընդհանուր առմամբ ուկրաինական լրատվական դաշտը եւ ասենք փորձագետները իրենք կարծես թե իրենց միջոցներով են Հայաստանի տեղը խոսում, բացատրում իրավիճակը, բայց երևի թե կհամաձայնես, որ այսպես անթույլատրելի է, որպեսզի մարդիկ կարծես չունեն նախաձեռնություն եւ մինչեւ հրաման չլինի չեն արձագանքում։ Նույն Զատկի օրվանը, հա, մինչեւ Ադրբեջանի կողմից պետական հայտարարություն չեղավ, նո հայկական կողմը չպատասխանեց։ Ես հիմա մտածում եմ, եթե ադրբեջանական կողմը չարձագանքեր պաշտոնապես,
միգուցե այդ ահապատեղեկատվությունը շարունակվեր մինչև 2 շաբթի կամ 3 շաբթի։ Տարօրինակ իրավիճակ է, այս առումով պետք է ու շատ ճիշտ նշեցիր, որ հիբրիդային քաղաքացիական պատերազմն է Ռուսաստանի նպատակը Հայաստանում, որը որ պետք է շեղի եվրոպական կուրսից, ինչ վերաբերում է այդ գործակալներին, եթե լիներ ժամանակին լյուստրացիա, իրավիճակը այլ կլիներ, մենք հիշում ենք նույն քաղաքացիական հասարակության ակտիվությունը հեղափոխությունից հետո եւ այդ գործակալներին իրենց համապատասխան տեղն էին տանում մարդկանց, եթե հիշում ես, ես հիմա կոնկրետացնեմ, ցավոք սրտի կարծես թե իշխանությունների կողմից քաղաքացիական այդ ակտիվությանը համապատասխան գնահատական չտրվեց, բոլորին փորձեցին սանձել, չնայած այդ ժամանակ հենց այդ ջրբաժանն էր։ Ուկրաինայում հենց այդպես ազատվեցին բացահայտ գործակալներից, հա, երկրորդ հեղափոխությունից հետո։ Հայաստանում քաղաքացիական ակտիվությունը, ասենք, չստացավ իշխանությունների կողմից իր աջակցությունը եւ ամեն ինչ կարծես թողնվեց բարձի թողի վիճակում։ Գանք երևի թե ամենակարևոր հարցին ապրիլի 5-ի մասին, ըստ արդեն կարծիքդ հայտնել ես տարբեր հարթակներում, մեր լսարանի համար կուզենայի, որ գիտես, ապատեղեկատվությունը խառնվել էր տեղեկատվության հետ, սպասումները շատ թեժացվել էին մի կողմից, բարեկամների կողմից, մյուս կողմից, հակառակորդի կողմից, ամեն մեկը իր նպատակներն ուներ։ Դու որպես նաև նախկին պատգամավոր, քաղաքական գնահատական, ինչն էր պոզիտիվ, ինչը կարելի է մենք պլյուս համարել, ինչը մինուս, որ քայլերը մենք այնպես չէինք արել, որ կարելի էր ավելի լավ անել եւ անվերապահորեն պլյուսները նշենք, որպեսզի լսարանը իմանա քո դիրքորոշումը։ Դե ես ինչ որ այդպես գաղտնի տեղեկատվություն չունեմ այս հանդիպման վերաբերել, ընդհանրապես միշտ փորձում եմ վերլուծությունները կառուցել բաց տեղեկատվության վրա եւ այստեղ բարձր իհարկե որ այն հայտարարությունները, որոնք արվեցին հանդիպումից հետո ամենայն հավանականությամբ լիարժեք հանդիպման բովանդակությունը չեն արտացոլում, որովհետև հասկանալի է, որ երբ որ գալիս է ԱՄՆ պետքարտուղարը, ըստ էության արտաքին քաղաքականության մեջ նախագահից հետո երկրորդ դեմքը, հա, այսինքն ԱՄՆ ընդհանրապես երևի երրորդ դեմքը կարելի է համարել, փոխ նախագահից հետո, բայց արտաքին քաղաքականության մեջ նախագահից հետո առաջին դեմքն է։ Եվ իհարկե այն որ միաժամանակ հանդիպում էր տեղի ունենում Եվրամիության բարձրագույն պաշտոնյաների միջև, այնտեղ Բորելը նաև միացավ, հա, ֆոն դեր Լայենից բացի, սա նշանակում է, որ բավական լուրջ հանդիպում էր դա եւ հավանաբար այնտեղ քննարկվել են ռազմավարության հարցեր, հա, այսինքն պետք էր հասկանալ արդյոք Հայաստանը լուրջ է տրամադրված, հա, Արևմուտքի կողմից եւ Հայաստանին էլ պետք էր հասկանալ արդյոք Արևմուտքը իրոք Հայաստանի, ասած, մեջքին պատրաստ է կանգնել թե ոչ։ Ես կարծում եմ սա էր այս հանդիպման իրական նպատակը եւ ենթադրելով օրինակ վարչապետի երեկվա ելույթից, որը բավական վճռական էր, ես կարծում եմ որ հանդիպումը հաջողված էր, այն թվերը, որ հրապարակվեցին, հա, մոտ 270 միլիոն եվրոյի աջակցության եւ այլն, սա դրական է, բայց բարձր որ սա ամբողջը չի, հա, այսինքն սա գործընթաց է, սա դրանով չի սահմանափակվելու օգնությունը եւ ընդհանրապես ֆինանսականը չի ամենակարևորը, հա, այնտեղ խոսվեց նրա մասին, որ աջակցություն կտրվի տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով, թերևս սա շատ կարևոր է, որովհետև մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը կարող է, ասած, պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ եւ սա սոցիալ-տնտեսական հետևանքներ առաջացվելու համար է արվելու եւ մինչեւ այդ իհարկե եվրոպական եւ ամերիկյան տարբեր պաշտոնյաներ, փորձագետներ ասում էին, որ մենք ձեզ կաջակցենք, մենք ձեզ մենակ չենք թողնի այդ իրավիճակում, բայց ենթադրում եմ, որ հիմա ամենաբարձր մակարդակով նման երաշխիքներ են տրվել, իհարկե դա չէր կարող հայտարարվել, հա, որովհետև օրինակ ոնց եք պատկերացնում, ասենք Բլինքենը չէր ասելու, որ գիտեք, եթե ռուսները գազը թանկացնեն, մենք այդ փողը ձեզ կտանք, հա, ասենք դրա այդպես բաների մասին չեն հայտարարվում, բայց կարծում եմ, որ ես օրինակ բերեցի, հիմա պարտադիր չի, որ հենց դրա մասին է խոսքը գնացել, բայց տրամաբանությունը այդպեսին է, որ եթե
Կրեմլը փորձի Հայաստանին այսպես սոցիալ-տնտեսական միջոցներով պատժել, ուրեմն Եվրոպայից աջակցություն կստանանք, ԱՄՆ-ից աջակցություն կստանանք։ Որքան հասկանում եմ, հիմնական այսպես ասած բովանդակությունը սա է եղել, անվտանգության ոլորտում իհարկե եւս խոսակցություն է եղել, եւ այստեղ իհարկե եւս մեկ անգամ պետք է շեշտել նաև այն ինչի մասին վարչապետն էր խոսում, որ պետք չի ունենալ չափազանցված սպասումներ, հա, դուք էլ նշեցիք, որ այս ապրիլի 5-ի հետ կապված գեներացվում էին մի քիչ չափազանցված սպասումներ եւ այսպես ասած մեր բարեկամների կողմից եւ վերևից շատերի կողմից, ասած դրական նկատառումներով եւ նաև հակառակը բացասական նկատառումներով ինչ իմաստով պետք չի ունենալ չափազանցված սպասումներ, հա, բարձր որ այստեղ խոսքը չի գնում նրա մասին, որ արևմուտքը պատրաստվում է դառնալ, այսպես ասած, Հայաստանի անվերապահ դաշնակիցը Թուրքիա-Ադրբեջան հակամարտության մեջ, այն իմաստով, որ չեն տալու մեզ զենք, որ մենք նոր պատերազմ սկսենք Ադրբեջանի դեմ, հա, դրա մասին խոսք չկա, բայց նաև հստակ մեսեջ կա, որ արևմուտքը փորձելու է վերականգնել հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։ Այսինքն, քանի դեռ Ադրբեջանը զգում է, որ ինքը ավելի ուժեղ է, քան Հայաստանը, եւ ցանկացած բան կարող է իրեն թույլ տալ, բնականաբար դա հանգեցնում է նրան, որ տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվում, եւ սա ձեռնտու է Ռուսաստանին, հա, Կրեմլին։ Ռուսաստանին իրականում ձեռնտու չի, եթե մենք խոսենք Ռուսաստանի իրական շահերի մասին, այնպես ինչպես Ուկրաինայի վրա հարձակումը իրականում ձեռնտու չէր, հա, Ռուսաստանի ժողովրդին։ Բայց Կրեմլի քաղաքականությունը հիմնվում է դրա վրա, հա, բաժանիր եւ տիրիր։ Քանի դեռ կա Հարավային Կովկասում կոնֆլիկտ, քանի դեռ Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի եզրին են, երկու կողմն էլ ստիպված գնալու են Մոսկվա, սա է տրամաբանությունը։ Դրա համար արևմուտքը ինչ է անում։ Ինքը ասում է եւ Երևանին եւ Բաքվին, ասում է գնացեք, խաղաղություն կնքեք, բանակցեք իրար հետ, եւ տեսնելով, որ Ադրբեջանը փորձում է, պես ասած, ուժային ճնշում կիրառել Հայաստանի վրա, արևմուտքը այս իրավիճակը կարգավորելու համար օգնում է Հայաստանին, հա, օգնում է բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը։ Միևնույն ժամանակ որոշակի ճնշում է իրականացնում Ադրբեջանի վրա եւ միևնույն ժամանակ նաեւ Ադրբեջանին ինչ որ դրական բաներ է առաջարկում, բայց օրինակ հենց այս ապրիլի 5-ի հանդիպման հետ կապված տեսեք ինչ եղավ։ Ադրբեջանում օրինակ շատ էին վրդովել նրանից, որ ուրեմն Հայաստանը առանձին է հանդիպում, բայց եվրոպացիները իհարկե ինչ որ չափով փորձեցին մեղմել այդ ադրբեջանցիների այդ վրդովմունքը եւ տեղի ունեցավ որոշակի դիվանագիտական շփումներ, բայց ընդհանուր առմամբ եվրոպացիների մոտեցումը որն է, հա, որ նրանք այն ժամանակ ասում են, հա, դու Գրանադա չեկաք, հիմա ինչի՞ց եք նեղանում, հա, եթե ուզում եք մեզ հետ աշխատել, խնդրեմ, աշխատեք, բայց հենց դուք հրաժարվեցիք փաստորեն, հա, եւ այս իմաստով կարծում եմ, որ Ադրբեջանը որոշակի մեսեջ ստացավ, Ադրբեջանը հասկացավ, որ այսպես ասած, քանի դեռ իրեն ինչ որ դրական առաջարկներ են անում, պետք է այդ առաջարկներին լուրջ վերաբերվել, հա, որ ի տարբերություն Կրեմլի, արևմուտքը չի վազելու Ադրբեջանի հետևից եւ ամեն գնով Ադրբեջանի աջակցությունը փորձի իր համար ապահովել, հա, որ արևմուտքը այնուամենայնիվ որոշակի արժեքային կողմնորոշումների վրա է կառուցում իր քաղաքականությունը եւ եթե Ադրբեջանը իրեն դիրքավորում է այս ամեն ինչից դուրս, ապա որոշակի հետևանքներ կունենա։ Դրա համար ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ դրական էր ապրիլի 5-ը, եթե բացասականի մասին խոսենք, ապա հավանաբար այդ չափազանցված սպասումներն էին եւ իհարկե այստեղ խնդիր կա, որը եւ ապրիլի 5-ին է վերաբերում եւ ընդհանրապես ամբողջ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Եվրամիությունից օգնություն ստանալու համար շատ պետք է լուրջ աշխատանք կատարել, հա, Եվրամիությունը բավական բյուրոկրատական կառույց է եւ այն գումարները, որ ինքը հատկացնում է, ինքը հենց այդպես չի հատկացնում, հա, պետք է ծրագրեր ներկայացվեն, պետք է որոշակի կանոններ պահպանվեն, դա բավական լուրջ աշխատանք է եւ Հայաստանում այդ մասնագիտական ռեսուրսը ու ինչ որ չափով կա, բայց երկի պակասում է, հա, եւ Եվրամիության հետ շփումը սա բավական լուրջ աշխատանք է, որը պետք է կատարեն լուրջ մասնագետներ, հա, եւ կարծում եմ Ուկրաինան
դրա փորձը ունի եւ տարիների ընթացքում այդ հմտությունները ձևավորվել են, բայց այնտեղ էլ այնպես չի որ միշտ ամեն ինչ շատ հեշտ է եղել եւ հիմա էլ խնդիրներ կան։ Այնպես որ իհարկե այս իմաստով էլի մենք գալիս ենք նրան, որ պետական համակարգի արդյունավետությունը մի քիչ կասկածելի է ինձ համար, հա, այսինքն այն որոշումները, որոնք կայացում են ամենաբարձր մակարդակում, պետք է միջին եւ ցածր մակարդակներում իրականացվեն։ Այդ իրականացման փուլում ես կարծում եմ, որ հնարավոր են խնդիրներ եւ այստեղ էլի պետք է հասարակությունը հնարավորինս ակտիվ լինի եւ պետական մարմիններից պահանջի եւ եվրոպացիներից պահանջի, հա, եւ ինքը ինչ որ հանդես գա նախաձեռնություններով, հա, այդ բարակայում ես կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք։ Իմ պրետենզիաները այդ հանդիպմանը, որ հայկական կողմից նախաձեռնողականությունը շատ քիչ էր, հաշվի առնելով դե իմ մոտեցումը հիմնված է ուկրաինական փորձի վրա, մենք գիտենք բյուրոկրատական ապարատը եւ ինչ դանդաղ է Եվրամիության հետ հարաբերությունները զարգանում եւ այստեղ պետք է ունենալ քեր ծանրաբեռնված օրակարգ, որը որ ցավոք սրտի հայկական կողմից մենք չտեսանք, որ խաչմերուկի մասին էին խոսում վիրտուալ, որը որ հողի վրա այս պահին հարցեր լուծել միտված չէ, եթե Հայաստանի դիմադրողականության մասին է խոսքը գնում, արդեն պետք է նախաձեռնվեր մեծ ֆորումներ, կոնֆերանսներ, դաշտում իրական ակտորների մասնակցությամբ, որպեսզի այս ամենը վիրտուալ խոսակցություն չթվար, որ մարդիկ տեսնեին կոնկրետ արդյունքներ, տես Ուկրաինայից խոսքը գնաց, ես ասեմ, որ բավականին աննախադեպ որոշման են վկադարձել Ուկրաինայի նկատմամբ Եվրամիության աննախադեպ պարտավորությունները, Եվրոակտիվը հայտարարեց, որ Եվրամիությունը մշակել է Ուկրաինայի նկատմամբ անվտանգության պարտավորությունների նախագիծ, այսինքն այս նախագիծը հիմնված է ուկրաինական կողմից նախաձեռնությունների վրա, ինչ է մեզ պետք։ Հայկական կողմից մենք չտեսանք այդ հանդիպման ժամանակ, բացի խաչմերուկից, իրական ուղղություններով շարժվելու միտվածություն, հա։ Կոնկրետ, եթե դիվերսիֆիկացիան է, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ինչ է արվելու։ Եթե Հայաստանի դիմադրողականությունն են ուզում ամրացնել, դրա համար պետք է ֆոնդեր ստեղծել, ինչ է արվում այդ ֆոնդերը ստեղծելու համար։ Այսինքն, ցավոք սրտի շատ հարցեր, ես նաև ունեմ ներքին տեղեկատվություն, որը որ չէի ուզենա հանրայնացնել, ճիշտ ասած, սպասումները շատ ավելի շատ էին նաև մեր արևմտյան գործընկերների կողմից, որը որ ես հիմա չէի ուզենա ստվեր գցել, այս միևնույն է հանդիպումը շատ կարևոր է, բայց պետք է մենք իմանանք, որ ամեն անգամ չէ, որ նման ուշադրության կարող ենք արժանանալ եւ առիթը պետք է օգտագործվի, ոչ թե գնալ եւ կարծես թե եղած ծրագրերի մասին խոսել եւ միայն հավելյալը նա էր, որ խաչմերուկ են բերում դաշտ, որը որ խաչմերուկի գաղափարի ցակումնաբանությունը անհայտ է, հա, այսինքն խաչմերուկը դա Ադրբեջանի համար է արվում, թե ում համար է արվում, արևելք Հայաստանը ինչ է տանելու, սանկցիաների տակ գտնվող Ռուսաստանի հետ է առևտուր անելու, թե պարզապես Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար է, այսինքն Դες դու ասացիր Ադրբեջանի դժգոհությունը, որ իրենք չկային, մեզ արևմուտքը հնարավորություն է տալիս լինել, որ եթե Google-ում փնտրենք Հայաստանը եւ կողքից Ադրբեջանը չբերի, հա, այսինքն մեր ինքնուրույն քաղաքականությունը արևմուտքի համար ինքնուրույն ընկալումը չկա։ Ադրբեջանը միշտ աշխատում է լինել Հայաստանի կողքին, որը որ, ասենք, Հայաստանի իշխանությունների կողմից այդ ակտիվ քաղաքականությամբ չի մեկուսացվում։ Մենք վերջի անկախ պետություն ենք եւ մեր ամեն քայլը չպետք է կապվի Ադրբեջանի հետ։ Իսկ խաչմերուկը հենց նման պրոյեկտ է, որը որ նորից կապվում է Ադրբեջանի հետ, ճիշտ է, ուղղակի չի կապվում, բայց բոլորի համար հասկանալի է թե ինչի համար։ Եվ արևմուտքի զուսպ գնահատականը վերաբերմունքը այդ խաչմերուկի գաղափարին, կարծես թե շատերը փորձեցին մանիպուլացնել եւ որպես հաղթանակ ներկայացնել, թե արևմուտքը կանաչ լույս վառեց, արևմուտքը իհարկե չէր ասելու նման հանդիպման ժամանակ, որ երևի թե եկեք ավելի կոնկրետ թեմաների շուրջ զրուցենք, ոչ թե ասենք հիպոթետիկ։ Ինչևէ, սա ռեալ քաղաքականության փորձի պակասն է, սա նաև, ինչպես ճիշտ ասացիք, մասնագետները պետք է զբաղվեն, դու կոնկրետ որպես ուկրաինական ուղղությամբ աշխատած եւ փորձագետ եւ քաղաքական գործիչ, ինձ թվում է Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում պետք է լինեիր նաև եւ քո ուկրաինական կապերը նույնպես պետք է անպայման օգտագործվի, որովհետեւ
դու գիտես պատրաստակամությունը Ուկրաինայի եւ հայ համայնքի եւ ուկրաինական փորձագիտական դաշտի կողմից միշտ եղել է, նույնիսկ իմ եթերից ռազմական փորձագետն է հայտարարել, որ պատրաստ է ռեֆորմներին օգնել Հայաստանում։ Պարզապես ես չգիտեմ ինչն է մի տեսակ զսպում, թե կարծում են, որ ասենք 30 տարի ուկրաինական ուղղությամբ եղել է ոչ այնպիսի քաղաքականություն, ինչպիսին պետք է լիներ, բայց չէ որ դու ինքդ տեսել ես, որ համայնքը լրացրել է այդ բացը եւ ընդհանրապես խնդիր չկա։ Պարզապես պետք է դիմեն եւ եթե պետք է օգնություն, ուկրաինական կողմից այդ օգնությունը կլինի շատ հարցերում։ Ես անում եմ տարբեր եթերներ ուկրաինական փորձագիտական դաշտի ամենահայտնի ներկայացուցիչների հետ եւ նրանց կողմից հոգացավությամբ միշտ մոտեցում տեսնում ենք, որ մարդիկ պատրաստ են օգնել եւ խոսքով եւ գործով Հայաստանին։ Ինձ թվում է ամենը պետք է ակտիվ դիվանագիտությամբ խթանել եւ աշխատել այս ուղղությամբ։ Ամեն անգամ նման շանս չի լինում։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան իր հիմնական տրեկին է վերադառնում արևմուտքի հետ հարաբերություններում, որպես լավ դաշնակից է փորձում ներկայանալ, որը իհարկե մրցակցային տրեք է Հայաստանի եւ Վրաստանի համար, այսինքն ամեն մեկը իր շահերն է պաշտպանում։ Եթե մենք մեր շանսը բաց թողնենք, Թուրքիան նորից կվերադառնա իհարկե վերապահումներով, բայց կա այդ ռիսկը, որ Թուրքիան կվերականգնի իր դերը տարածաշրջանում գլխավոր դաշնակցի եւ Հայաստանը եւ Վրաստանը կստվերվեն, ինչը որ փորձում է անել Ռուսաստանը, հա, ասենք Վրաստանում է անընդհատ ավելի լարվածություն մտցնում Հայաստանում, ինչպես դու շատ ճիշտ որակեցիր, հիբրիդային քաղաքացիական պատերազմ փորձում ստեղծել։ Ես մարդկանց տեսա, որ այնպիսի ուրախությամբ էին խոսում ապրիլի 5-ի մասին, կարծես թե աշխարհի առաջնություն ենք հաղթել եւ իրոք ոչ adekvat էր այդ մոտեցումը եւ թեժացնելն էր ոչ adekvat եւ այդ թեժացումը փորձում էին ինչ որ մի կերպ, չգիտեմ, բալանսավորել եւ ասում էին, որ այն ինչ որ եղել է դա լավագույնն է։ Իհարկե այդպես չէ եւ աշխատելու փոխարեն կարծես ավելի շատ խոսում են, ինչ որ մեկնաբանություններ են անում կոնկրետ գործի փոխարեն։ Մի քիչ երկար հարցը ձևակերպեցի, նաև քո անձի հետ կապեցի, դու զգում ես այդ ցանկությունը, որ իշխանությունը ուզենա այս ուղղությունը զարգացնի իրական հողի վրա, ոչ թե ասենք եղած ծրագրերը բարելավելու մասին խոսի կամ ինչ որ ապագայում այդ ծրագրերի տեսքի մասին խոսի։ Դե ես այդ ցանկությունը տեսնում եմ, բայց իհարկե նաև ասում եմ, խնդիր կա պետական համակարգի հետ եւ խնդիր կա ընդհանուր հասարակության մեջ որոշակի ապաթիա կա, հա, այսինքն եւ կա վստահության պակաս, հա, այսինքն շատ մարդիկ, ովքեր կարող էին այս process-ներին մասնակցել եւ որպես ասած պետական համակարգում օգնել կառավարությանը եւ քաղաքացիական հասարակության մեջ, նրանք օրինակ շատ թեմաներով հիասթափված են ներկա կառավարությունից եւ այստեղ էլ չեն հավատում, որ սա իրական գործընթաց է։ Ես նույնիսկ տեսել եմ մարդկանց, ովքեր հենց մասնագիտորեն զբաղվում են եվրոպական միության ուսումնասիրություններով եւ շատ մեծ այստեղ փորձ ունեն եւ կարող են կամ ասենք բանակցել են ժամանակին Եվրամիության հետ, բայց ներկա կառավարության հանդեպ օրինակ ունեն բացասական վերաբերմունք եւ այս գործընթացներին չեն մասնակցում։ Մյուս կողմից նաեւ կառավարությունը ներկա ինքն էլ չգիտի, հա, այսինքն թե այս մարդը ասենք մի տարի առաջ վերջի խոսքերով հայհոյում էր կառավարությանը, բայց նաև ինքը ասենք եվրոպական միության հետ ինչ որ բանակցությունների փորձ ունի, հա, հիմա արդյոք այս մարդուն կարելի է ներգրավել այդ գործընթացների մեջ, թե ինքը հետո այնուամենայնիվ ինչ որ իր սեփական օրակարգով կառաջնորդվի։ Դրա համար այս դժվարությունները իրանք նաև օբյեկտիվ են, որովհետև օրինակ լյուստրացիայի մասին խոսեցինք, հա, այդ լյուստրացիան էլ հնարավոր է դառնում, երբ որ դու ունես անկախության որոշակի աստիճան։ Եկեք իրականությունը այնուամենայնիվ ընդունենք, որ այսօր Հայաստանը լիարժեք անկախ պետություն չի։ Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում եղել է կիսագաղութի կարգավիճակում, եղել է Ռուսաստանի վասալային պետության կարգավիճակում, Հայաստանը եղել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների եւ ուժայինների վերահսկողության տակ, եւ հիմա մենք նոր այդ գործընթացը սկսում ենք այդ ամենից ազատվելու, հա, եւ այդ ամենի հետևանքներից մեկը նաև այն է, որ մենք մարդկային ռեսուրս չունենք, որովհետև այն մարդիկ, ովքեր կարող էին այդ աշխատանքը անել, մի մասը հեռացել են Հայաստանից, մի մասը, ասենք, չգիտեմ, պետական համակարգից կամ քաղաքականությունից դուրս են եկել մասնավոր ինչ-որ բիզնեսով են զբաղվում, մի մասը, ասենք, 20 թվականի պատերազմից հետո ծանր հոգեբանական ստրես են տարել եւ հիմա ընդհանրապես չեն ուզում այս ամենի հետ որը ձևով առնչվել, այնպես որ
ես կարծում եմ, որ այս ամենը պետք է հաղթահարել քայլ առ քայլ։ Դրա համար ես անձամբ ապրիլի 5-ից մեծ սպասումներ չունեի, ես հասկանում էի, որ սա ինչ գործընթացի մի մաս է, հա, երբ որ մարդիկ ասում էին, այ հիմա Հայաստանը կհայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Եվրամիության անդամ դառնալու ցանկության մասին եւ այլն, ես հասկանում էի, որ դա իրատեսական չի, ոչ միայն նրա պատճառով, որ կարող է Ռուսաստանը որ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել, այլ նաեւ ուղղակի մեր ներքին ռեսուրսները պետք է գնահատել օբյեկտիվորեն, հա, օրինակ ասում ենք վիզաների ազատականացման մասին ենք խոսում։ Շատ լավ է որ խոսում ենք, բայց հասկանալի է, չէ՞, որ եթե հենց հիմա դա տեղի ունենա կամ մի տարի հետո տեղի ունենա, հսկայական արտագաղթ տեղի կունենա Հայաստանից, քանի դեռ այս անվտանգային խնդիրը լուծված չեն, քանի դեռ սոցիալ-տնտեսական շատ լուրջ խնդիրներ կան, որոնք լուծված չեն։ Օրինակ Երևանի եւ մարզերի միջեւ այդ հսկայական տարբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն, քանի դեռ այդ ամեն ինչը լուծված չի, Եվրոպայի հետ մեր ինտեգրման հնարավորությունները եւս սահմանափակ են։ Եթե այսօր վիզաների ազատականություն տեղի ունենա, 100,000-ավոր մարդիկ կթողնեն կգնան, իհարկե մեզ դա եւ Եվրոպայում էլ այդ մարդկանց խնդիրները գտնվելը լուրջ խնդիրներ կառաջացնի եւ նույնիսկ Վրաստանի դեպքում այնտեղ հա ազատականությունից հետո շատ մարդիկ գնացին այնտեղ ապաստան խնդրեցին եւ այլն ու նույնիսկ մի պահ կար երբ որ Եվրամիությունը մտածում էր վերացնել Վրաստանի հետ ազատականացման ռեժիմը այսինքն այս ամեն ինչը պետքա քայլեր է որոնք պետքա մենք քայլ առ քայլ դրան գնանք ինչքան էլ մենք ուզենանք դա արագացնել կա իրականություն կան իրողություններ որոնց վերաբերյալ պետքա իրատես լինել իրատես իհարկե բայց նաեւ ինչպես ասում էին 1968 թվականում Փարիզում ցուցարարները այդ հայտնի իրանց ցույցերի ժամանակ 68 թվականի մայիսին եղեք իրատես պահանջեք անհնարինը հիմա մենք մի կողմից պետք է պահանջենք անհնարինը այսինքն այն ինչ որ դեռ ասենք մի տարի երկու տարի առավելևս 10 տարի առաջ անհնար էր թվում դա պետք է պահանջենք բայց մյուս կողմից նաև պետք է իրատես լինենք հասկանանք որ սա մի օրվա մեջ չի լինի եւ սա մեծ աշխատանք է պահանջում Ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ հարաբերություններին, ես կարծում եմ, որ այստեղ որոշակի փոխադարձ անվստահության տար կա երկու կողմից էլ, ոչ թե պետական կառավարությունների մակարդակով, այլ ես կարծում եմ, եւ պետական համակարգի էլի միջին եւ ստորին օղակների առումով, քաղաքացիական հասարակության մի մասի առումով, փորձագիտական համայնքի մի մասի առումով, հանրային կարծիքի առումով, որովհետև նախ պետք է հասկանանք, որ Հայաստանը եղել է ռուսական տեղեկատվական դաշտում եւ շատ բաներ ուղղակի Հայաստանում ոչ բոլորն են պատկերացնում, հա, եթե մարդիկ հատուկ չեն հետևել օրինակ ուկրաինական լրատվամիջոցներին, նույնիսկ եթե հետևել են, ասենք, ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցներին, միևնույնն է, էլի ինչ որ այդ կայսերական, այդ իրանց ռուսական գաղութատիրական դիսկուրսը մարդկանց վրա ազդում է Եվ շատ բան ուղղակի չեն պատկերացնում, նույնիսկ պատմության մեջ եթե վերցնենք, հիմա օրինակ որ մարդկանց ասում ես որ օրինակ, չգիտեմ, այսօրվա Ռուսաստանը ինքը առաջացել է Կիևյան Ռուսիայից, իսկ Կիևյան Ռուսիան դա Ուկրաինան է, ըստ էության, հա, ասենք շատ տարօրինակ են իրանք դրան նայում, որտեղ այդ ռուսական տարբերակը, որ չգիտեմ, ուկրաինացիները եւ բելարուսները իրականում ռուսներ են, իսկ Կիևյան Ռուսիան դա Ռուսաստանի, այսպես ասած, դախնական տարբերակն է, մարդկանց տասնամյակներով դեռ սովետական ժամանակաշրջանից մարդկանց ուղեղները լցվել է։ Եվ այդ բոլոր կարծրատիպերից պետք է ազատվել, որպեսզի կարողանանք մենք Ուկրաինայի հետ իսկապես հարաբերություններ կառուցել, որը անհրաժեշտ է, որովհետեւ մենք ընդհանուր շահեր ունենք եւ էկզիստենցիալ շահ, հա, այսինքն Այսօր թե Ուկրաինան, թե Հայաստանը տարբեր ձևերով իհարկե, բայց լուծում են իրենց որպես անկախ պետություն գոյության խնդիր։ Եվ երկու պարագայում էլ ռուսական այդ կայսերապաշտական, կրեմլյան կայսերապաշտական քաղաքականությունը դա էկզիստենցիալ վտանգ է եւ Ուկրաինայի համար եւ Հայաստանի համար։ Բայց բոլորը չի որ գիտակցությունը ունեն եւ իհարկե պետք է աշխատել։ Ուկրաինայում էլ իհարկե ադրբեջանական եւ թուրքական լոբինգը շատ վաղուց է աշխատել։ Ես գիտեմ, որ դուք դրա դեմ պայքարում եք եւ շատ արդյունավետ եք պայքարում եւ շատ անznորաց եք պայքարում, բայց դե բարձր որ իրանք միլիոններ ունեն, միլիարդներ ունեն, նաեւ մինչեւ վերջերս աշխարհակաղակական իրավիճակն էր նպաստում, հա, այնպես որ իրանք այդ աշխատանքի արդյունքներն էլ շատ հաճախ զգացվում են, հա, այսինքն եթե բարձր որ լուրջ փորձագետները, լուրջ լրագրողները իրանք հասկանում են ինչա կատարվում, բայց հաճախ նաև ուկրաինական ԶԼՄ-ներում կարելի է հանդիպել լրիվ ադրբեջանամետ կամ թուրքամետ ինչ-որ տեսակետների, որը էլի ես համաձայն եմ
մեր թերացումն է, որ դա անցնում է, բայց դե ամեն դեպքում դա փաստ է։ Այսինքն ես կարծում եմ նույնը Հայաստան-Ուկրաինայի ընդհանրապես հարաբերություններում պետքա շատ լուրջ այդ կարծրատիպեր հաղթահարվեն, հա։ Եվ նույնը իհարկե Վրաստանի հետ կապված, հա, Վրաստանը, ես ասում եմ, հիմա սկսվել է նոր մոտեցում հայ-վրացական հարաբերություններում, բայց այնտեղ էլ կան կարծրատիպեր, ինչ որ պատմություններ կան, ասենք, որ օրինակ վրացիները մինչև հիմա շատ-շատերը համոզված են, որ Աբխազիայի հակամարտության ժամանակ հայերը աջակցել են Աբխազիային, միայն եւ միայն։ Մինչդեռ իրականում աբխազական կողմից եղել են հայեր, ովքեր ապրել են Աբխազիայում, վրացական կողմից եղել են հայեր, ովքեր ապրել են Վրաստանում։ Եվ շատ ակտիվ մասնակցել են վրացական կողմից այդ ռազմական գործողություններից, զոհեր են տվել, Վրաստանի հերոսներ են տվել եւ այլն, բայց չգիտես ինչի վրացական, այսպես ասած, ազգայնական շրջանակներում մինչև հիմա այդ նարատիվը կա, որ Աբխազիայի հարցում ուրեմն հայերը Աբխազիայի եւ Ռուսաստանի կողմից են եղել։ Հա, որը իրականությունը չի համապատասխանում։ Եվ ես համոզված եմ Ուկրաինայում էլ նման ինչ-որ նարատիվներ կան, եւ այս ամենի դեմ պետքա պայքարել, սա լուրջ աշխատանք է, եւ ես այստեղ պետության, իհարկե ես հասկանում եմ, որ պետությունը պետքա անի այդ ամեն ինչը, բայց նաեւ հասկանալով թե ինչ վերջին 30 տարիների ընթացքում ինչպիսի, այսպես ասած, ճակերտավոր հաջողություններ ենք մենք ունեցել այդ պետականաշինության գործում, ես հասկանում եմ, պետությունը ուղղակի ի վիճակի չի դա անել, հա, եւ այստեղ էլի օրինակ այն ինչ որ դուք եք անում, կամ Ուկրաինայի հայկական համայնքն է անում, ես չեմ կարծում, որ Հայաստանի պետությունը նույնիսկ եթե շատ ուզենա, դա ի վիճակի կլիներ անել։ Այնպես որ երևի ամեն մեկս ուղղակի պետքա մեր ոլորտում, մեր կապերը օգտագործելով, մեր հնարավորությունները օգտագործելով այս աշխատանքը անենք, պետությունն էլ ինչքանով կարողանա, լավ է, եթե չկարողանա, ուրեմն մենք պետքա փորձենք փոխարինել այդ հարցերը։ Համաձայն եմ, դες լավ կլիներ, որ մեր արածին միանար նաև օֆիցիալ Երևանի կարծիքը, շատ հաճախ շատ է պակասում եւ Ադրբեջանը շատ ժամանակ իր չեղածը պետական, ասենք, հայտարարությունները փորձում կոծկել։ Մեր արածը իրական է, դες այդ բոլոր մանիպուլյացիաները նույնն են, ինչ որ եղել է Վրաստանում, նույնը փորձել են անել Ուկրաինայում, փորձել են հակադրել եւ պրոուկրաինական ուժերի մեջ եւ փորձել են ստեղծել իբր թե ալտերնատիվա համայնքի այն կողմից դա ամբողջովին ձախողվել է համայնքի գործունեության շնորհիվ։ Այստեղ մենք չենք կարող Հայաստանից օգնություն սպասել, որովհետև Հայաստանի իշխանությունները դեռ շատ, ինչպես ասում են, ձեռքներն ու ոտքերը կապված էր։ Հիմա մի քիչ ավելի իրենք ազատ են, շատ քիչ, բայց միևնույնն է, մենք տեղաշարժը պետք է մատնանշենք, որ կան հանդիպումներ, կան կոնտակտներ, ամենակարևորը, որ հայկական կողմը մասնակցում է Զելենսկու խաղաղության պլատֆորմին, հուսանք նաև գագաթնաժողովին կմասնակցեն, հուսանք նաև Ղրիմի պլատֆորմին կմասնակցեն, այսպես քայլ առ քայլ առաջ կգնանք, դες մեր եթերներում բոլոր հեղինակավոր փորձագետները կան, բոլորը Հայաստանի մասին իրենց կարծիքը հայտնում են։ Այն ուժերը, ում որ Ադրբեջանն է, ասենք, իր հետ կապում, դրանք չունեն այն հեղինակությունը, որը որ ունեն այն մարդիկ, ովքեր որ մեր եթերներում են, այսինքն կա այն պարարտ հողը Հայաստանի հետ զարգացնելու կապերը, իրոք կան միջին օղակներում դեռ հին մտածելակերպ ունեցող չինովնիկները, բայց դա հեշտությամբ կհաղթարվի, եթե լինի այդ օֆիցիալի մասը, որ ես ասացի, դա Հայաստանը հստակ իր դիրքորոշումը հայտնի, դες մինչև հիմա ուղղակի հայտարարություն, որ Հայաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմ է, չկա։ Դες Ալմատիի վրա են հղում անում, ասում են, որ Ռուսաստանի դաշնակից չեն, բայց ուղղակի, ինչպես Ադրբեջանի նախագահն է ասում, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նման հայտարարություն Հայաստանի կողմից չկա։ Մենք պետք է հասնենք նրան, որ դա լինի փոխադարձ եւ Ուկրաինայի կողմից հստակ հնչի, եւ Հայաստանի կողմից հստակ հնչի, եւ հիշեցնեմ, որ 21 թվականի սահմանի սրացման ժամանակ առաջինը հենց Ուկրաինայի դեսպանատունը հայտարարություն տարածեց, շեշտադրելով, որ տարածքային ամբողջականությունը Ուկրաինայի համար շատ կարևոր է, իսկ այդ ժամանակ Հայաստանի տարածքային ամբողջականությունն էր հարցը կանի տակ դրել Ադրբեջանը։ Իսկ մեսեջները ուկրաինական կողմից կա եւ պարզապես պետք է, չի ասել շատ հարթ է, բայց հնարավորություն կա դժվարությունները հաղթահարելու, հատկապես ունենք այնպիսի փորձ, դարավոր փորձ եւ ներկա ակտիվ համայնք, որ բոլոր հարցերն հնարավոր է լուծել։
Շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտնում, շատ արագ է անցնում ժամանակը, եթե բանն ես ավելացնելու ավելացրես։ Ես էլ եմ շնորհակալ, ուղղակի միակ բանը, որ ուզում եի ավելացնել, որ Զելենսկու այցի հետ կապված, գոնե որքան ես եմ տեղյակ, ադրբեջանական կողմն է հրաժարվել եւ հայկական կողմը պատրաստ էր եւ շատ պես ասած խանդավառված էր, նույնիսկ ես կասեի այդ այցով, բայց Ադրբեջանը հրաժարվեց։ Այնպես որ ես կարծում եմ, որ դրական նաև ազդակներ եւս կան եւ եթե կարողանանք այս ազդակներին, այսպես ասած, նոր ուժ հաղորդել, նաև այս հարցում ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ ես կավելացնեի, ուկրաինական ուղղությամբ եւ եվրոպական ուղղությամբ մենք կարող ենք, եթե ռուսերեն ասեմ պրարիվնոյ բառը պետք է օգտագործվի, հայերեն բեկում, չգիտեմ ինչքանով է բեկում բառը արտացոլում այն իրավիճակը, որը ես նկատի ունեմ, շատ լուրջ փոփոխություններ, հաջողությունների կարող ենք հասնել նախաձեռնողական լինելով։ Ես օրինակ առաջարկեի եվրոպական ուղղությամբ, Ուկրաինան էլ է մտնում եվրոպական ուղղության մեջ, ինչ որ, չգիտեմ, քաղաքական ուժերի կողմից եվրոպական կոալիցիա ստեղծելու պայմանական անուն եմ տալիս։ Պարզապես պետք է միավորված գործել, որովհետև թշնամին անընդհատ փորձելու է մեզ հետ քաշել այդ ամենից եւ միայն միասնական ուժերով կարող ենք հաղթահարել։ Ես շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտնում, գիտեմ, որ ցանկացած նախաձեռնությունների քո ուժերի չափով փորձում ես մասնակցել։ Շնորհակալ եմ եւ ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ։